Փառք Տիրոջը, ես ուրախ եմ, որ Տերը այստեղ ձեզ հավաքել է եւ ինձ էլ հնարավորություն ա տվել ծառայեմ Տիրոջը եւ ձեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, կուզեմ մի փոքր կիսվեմ մի խոսքի մասին, որը որ բոլորիս է վերաբերում։ Քանի որ այսօր Կիրակի օրվա հավաքույթ է, ես չեմ ուզում սենց վարդապետական ինչ որ դժվարահասկանալի ծանր թեմաներ, կուզեմ պարզապես որպեսզի մենք խորհենք շատ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին, ճշմարտությունների մասին։ Այսօրվա մեր թեմայի անվանումն է երեք որակները ակտիվ հավատքի, գործնական հավատքի։ Հավատքա դիվանի, չէ՞, նկատել եք, դիվանի վրա նստած ինչ մարդը կարա օլիմպիադայի չեմպիոն էլ դառա մտքի մեջ, հավատքով այն մի հատ կատակ կա, որ ասում է մեկը գնում է գետի գրախ, լավ հաց են ուտեմ, բան ուսեն ճլմկոտը ասում է մի հատ արջը լես ճղատեի, մեկի արջը դուս է գալի, ասում է կատակ եմ անում, այտենց հավատքներ կա, որ քանի դեռ գործ չկա, ինքը շատ ուժեղ է իր մտքի մեջ, դուք չեք պատկերացնի ես մտքիս մեջ ոնց եմ երգում։ Ամենավերևի նոտաները բռնում եմ, օպերայի երգիչներ տեն չէ, բայց որ բերանս բացում եմ, կամաց եմ երգեմ, որ չխանգարեմ։ Մտքի մեջ մենք շատ բան ենք։ Գիտեք, հետաքրքիր է, ես ասենք կաֆել շարող չեմ, ռեմոնտ անող չեմ, ես կոշկակար եմ, արհեստով խառատ եմ, տոկար ռուսեն ու զագատովշիկ մոդելյեր, այտենց հա կոչվում մի բանը, որ կոշիկի վրա բացի տակի հարցը բոլորը իմ մասնագիտությունն է։ Բայց ես ռեմոնտից բան չեմ հասկանում, այսինքն, բայց հետաքրքիր է, որ աչքը մարդու անհամեմատ ավելի շատ է նկատեմ, քան ինքը կարա անի։ Ասենք ես կարամ տենամ, որ պլիտկեն մի քիչ ծուռ է սարքած, բայց որ այդ պլիտկեն ինձ տան, որ ես շարեմ, վաբշե կքանդեմ։ Այսինքն, աչքը միշտ ավելին, ես կարամ տենամ, որ ինչ որտեղ ծուռ է, բան, կան չէ՞ քթիմաս, սենց, ինձ համար ընդհանուր է պետք։ Բայց երբ որ այդ նույն գործը ինձ տան, հենց սարքեմ, որ փախ չեն սաղ։ Ինչի համար եմ ասում, գիտեք իր սիրելի քույրեր եղբայրներ, կա առողջ, ակտիվ, գործող, գործնական հավատք։ Եվ ասում է, ցույց տուր ինձ քո հավատքդ գործերով։ Կենթանի հավատքը գործող հավատք է։ Շատերը սենց մի հատ շատ նուրբ բան կա, շատերը մտածում են, որ գործերով հավատքը կարա կենթանանա, այդպես չի։ Կենթանի հավատքը գործերով կատարելությանը հասնում։ Մի հատ շատ տհաճ կոպիտ օրինակ բերեմ, որ մեռելին հանեն, մի հատ տրինաժորի վրա դնեն, թոգերով կապեն, շատ վազզասնեն մեռելին, ես իմ ինչ է, կկենթանանա, այնչքան ուզում ես մարզանքներ արա, հենց, ես շատ գիտեմ, տաքացրու, չի կենթանանա։ Բայց կենթանի մարդը, որ կամաց մարզանքներ անի բան, դա կսկսի իր համար լավ կլինի։ Ինչի համար եմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ, մենք շատ անգամ ինքներս մեզ խաբում ենք, որ մենք ունենք կենթանի հավատք։ Այսօր ես շատ հասարակ, նույնիսկ կարելի ասել ռուսեն պրիմիտիվ երեք բան եմ ուզում թվարկեմ, որակներ, որոնք կոնկրետ կօգնեն մեզ մեր հավատքը սարքենք գործնական, ակտիվ։ Ուզում եմ կարդամ Մատթեոս 7-րդ գլխի 7-րդ խոսքից։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրող առնում է եւ որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։
Կամ ով է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզե, միթե քար կտա նրան, եթե ձուկ ուզե, միթե օձ կտա նրան, արդ եթե դուք չար լինելով գիտեք բարի պարգևնել տալ ձեր որդկանցը, որքան ավելի ձեր հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրանից։ Սիրելի քույրեր, եղբայրներ, ուզում եմ թվարկեմ այս 3 որակները շատ հասարակ Էլի եմ ասեմ, որ կիրակնորյա հավաքույթ այս սովոր եմ կիրակի օրերը համեմատաբար մատչելի թեմաներ կիսվեմ ու համոզված եմ, որ դրանք շատ կարևոր են։ Առաջինը գրված է խնդրեցեք եւ պիտի տրվի։ Պարզ է, չէ՞։ Հետաքրքիր է, բայց դա շատ բարդ բան է դուրս է գալիս։ Որովհետեւ քրիստոնյաները իրենց աղոթքի կյանքի մեջ պետք է հասկանան, որ իրանք պետք է գան Տիրոջից խնդրեն։ Մենք էլ ենք աղոթում, ես աղոթելու մասին չեմ ասում, խնդրելու։ Գիտեք, հետաքրքիր է, որ մարդը այստեղ հենց այնն չի գրած այդ բանը խնդրել բառը։ Մենք մանկությունից սովորեցրել ենք կախարդական խոսք եւ այլն խնդրել բառը։ Բայց ընդհանրապես մարդը ոնց աղոթում ասում ցույց է տալի իր խոնարհությունը եւ իր Աստծուց կախվածությունը։ Ես շատ անգամ եմ լսել մարդկանցից, նույնիսկ հավատացած, միթե Աստված չգիտի իմ կարիքները, հիմի ամեն բանի համար պետք է ինչա աղոթեմ։ Ես մեկ կատակով ասում, չէ, չես աղոթելու, խնդրելու ես։ Որտեւ շատ անգամ մարդկանց համար աղոթելը դա մի հատ կրոնական գործունեություն է, էլի, sense մի հատ պրոցեդուրա է։ Հիմի ասա ինչքան եմ աղոթում։ Ասա 10 րոպե, 15 րոպե, կես ժամ, որ աղոթեմ հերիքա։ Ջայնացած sense բանին անեմ։ Հիմի որպեսզի ես իմ հարցերը լուծվի, տանս մեջ ֆինանսներից մեջ առողջության հարցով, ինչքան աղոթեմ, ասա ծոմ պահեմ, ոնց անեմ, ինչ անեմ, շուտ արա, ասա, ես պրոցեդուրան անեմ։ Հենց տպավորությունն է, որ ես արեցի ու այդ հարցը ինչ որ կախարդական բանի են սպասում։ Աստված ուզում է, որպեսզի խնդրենք։ Գիտեք, ամեն մարդ չի կարողանում խնդրի։ Որ գա ու ասի Տեր, ես խնդրում եմ քեզ։ Դրա մեջ կա խոնարհություն, դրա մեջ կա կախվածություն, зависимость ռուսերեն։ Երբ որ մարդը Աստծոց կախված է այդ վիճակի մեջ, միթե Աստված չգիտե մեր կարիքները։ Եթե որից է մեկը գոնե մի 3 տարի հավատքի մեջ է, դուք շատ անգամ նկատել եք, որ Աստված մեզ տալիս է անհամեմատ ավելի շատ առանց աղոթքների, քան թե մենք աղոթքներով ենք ստանում։ Մենք անընդհատ ստանում ենք։ Բան չէր կարելի, որ առանց խնդրելու այնա սաղ գար, մենք մեր քեֆով ապրեինք, ինքն էլ տար։ Հարցը ումից ենք մենք կախված։ Հետաքրքիր է, որ մենք փոքրիկ երեխաներին բակ ենք թողնում խաղալու, կամ լուսամուտից ենք անընդհատ նայում, կամ գնում ենք նստեմ մոտայքակում նայեմ։ Ես հիշում եմ իմ փոքրիկ երկրորդ տղաս փոքրիկ էր, երևի մի 3 տարեկան էլ չլներ, նու 3 տարեկան կլներ, շուկա էին գնացել, մենք շատ ծանր էինք ապրում այն ժամանակ։ Շուկա էին գնացել ու այս լավ կեքը որ կա, բան տարբեր գնդակներ ա կախած, տարբեր խաղալիքներ, իրան մի հատ դեղին գնդակ դուր եկավ։ Պապա ուզում եմ։ Ասի տղա ջան, հիմի չեմ կարա վերցնեմ, հետո մի ուրիշ անգամ։ Կանգնել է ու ձենը գցել է ուժեղ, ես ուզում եմ։ Լացալեմ, ասում եմ, այ տղա ջան, արի ամութա չի կարելի, ձեռքից քաշում եմ, ուզում եմ վերունեմ, թափ անեմ, դրեցի, հնենց էր լացելնեմ արցունքների մեջի չտեսա, որ ես այդ լավքի այս կոմը անցա, ես իրան այդ գնդակների արանքից տեսնում եմ, ինքը փոքրիկ է դե չի տեսնում, ու շադիր իրան եմ նայում։ Սենց լացես, մենք էլ տեսավ պապան չկա։ Հիմի նայց, պապան չկա, մոռացավ գնդակի մասին, մի հնեն ճղղոց հա գցել, պապա ու գժմա։ Երկուքին մոտեցան, ой, маленький, потерялся, բան, ընդերս դուս եկա, ասեցի, нет, я здесь։ Ու եկավ գիրկս մին ճիտայել, ինչ գնդակ, ինչ բան, սաղ մոռացել է, պապային գտել է։ Գիտեք ինչ։ Ես օրինակ եկեղեցում միշտ սովորեցնում եմ, որ երիտասարդներին շատ հեռու չթողնեն սովորելու։ Օչնի էլի։
Որովհետև այդ ուսանողական կյանք ես հովիվ եմ արդեն 31 տարուց ավել ու այդ երբ որ մարդիկ ժամանակին մեծերը խոստովանվել են իրանց մեղքի կյանքը հենց ուսանողական կյանքից է սկսել որտեղ այնտեղ ազատություն տարիքը լա դեռ չի լրացել ընտանիք չկա ծնողներից ազատ բան ուրիշ բան այդ նույն քաղաքում գնալ սովորել ու իրիկունների տուն գալ գամ ուրիշ բանա սիրելի քույր երեխաներ մեզ թվում է թե մենք շատ մեծ ենք մենք ամեն ինչ կարող ենք բայց Աստված ուզում է որպեսզի մենք Իրանից կախված վիճակի մեջ լինենք խնդրող սիրտ ունենանք ով որ չի ուզում խնդրի նա չի ստանում Հակոբոսի 4-րդ գլխի 2-ից 3-ի մեջ ցանկանում եք եւ չունեք սպանում եք եւ նախանձում եք չեք կարողանում հասնել պատերազմում եք կռվում եք բայց չունեք որովհետեւ չեք խնդրում տեսեք Աստված այսօր մենք շատ անգամ քարոզներ ենք լսում, որ ինչպես պետքա մարդը հրճակի, դավանի, խոսքը եւ դրանք շատ լավ բան է, ասեմ ձեզ, եթե այդ հրճակումների, դավանունքների համարցակ գործունեության հետևում չկա աղոթքի կյանք, այդ ամեն ինչը դա հենց այնց հոգեբանություն է, պսիխոլոգիա է Եվ այսօր շատ քրիստոնյաներ լավատեսությունը լուրջ խառնել են հավատքի հետ։ Ամեն ինչ լավ կլինի, Տերը մեր հետ է, փառք ասու, ինչը լմա փառք ասու։ Ես բաշկիրա եմ ծառայում, այնտեղ մուսուլմանները անդադ լսում եմ, անդադ ասում են, նա всё воля Ալլահը։ Մենոնք էլ են տեն, դե ամեն ինչ Տիրոջ կամքն է։ Ուզում եմ, ես էլ անդադ ասում եմ, չէ, Տիրոջ կամքը չի։ Տիրոջ կամքը փնտրում են Աստծո խոսքի մեջ։ Եթե Աստծո խոսքի մեջ այդ բանը չկա, դա Տիրոջ կամքը չի կարելի ամեն ինչ վերագրել Տիրոջ կամքը։ Սիրելի քույր երեխաներ։ Հետաքրքիր է, որ երբ որ մարդը դադարում է Տիրոջ առաջ գալ խոնարհությամբ խնդրել իր կարիքների համար, իր մոտ այնտեղ անկումը սկսում է։ Մարդը կա եկեղեցի գա, փառաբանի ծոմ պահի, ես դեմ քարոզի, ծառայի, հավատացեք, հովիվ, ոչ հովիվ, կապ չունի, հենց ինքը զգաց, որ ինքը չի գալիս Տիրոջ առաջ խնդրի, քարոզելուց առաջ խնդրում եմ, քարոզելուց հետո փառաբանում եմ, ճանապարհ դուրս գալուց առաջ խնդրում եմ, Գիտեք, սիրելի քույր երեխաներ, մենք չենք կարող ամեն բանի համար խնդրենք, Տերը մեզ ամեն ինչի համար տալիս է, բայց մենք պետք է խնդրող սիրտ ունենանք, եւ Տերն ասում է չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Ոնց որ թե վատ բան չի ու դժվար բան չի, չէ՞, բայց չէ։ Ասում են ինչքան պետք է աղոթեմ, դա ասա ինձ օրական ինչքան եմ աղոթելու։ Գիտեք ով է շատ քիչ աղոթում, ով մենակ իր համար աղոթում ու չգիտել ինչի համար աղոթի։ Ով որ իր համար աղոթում, իր ընտանիքի համար աղոթում, իր չփրկված բարեկամների համար աղոթում, եկեղեցու համար աղոթում, եկեղեցու հովիվի, ծառայողների համար աղոթում։ Մենք էլ տենը մեզ ահագին ժամանակ անցավ։ Եվ քանի մենք աղոթքի մեջ ենք, պարզ ասեմ, խնդրանքների մեջ ենք, մենք շատ բաներ ենք ստանում։ Մեր հոգին նորոգվում է այդ ընթացքում։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Առաջի Հովանեսի 5-րդ գլխի 14-15-ը Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Այնքան հաճելի է, որ մենք գիտենք, որ ինչ որ մենք խնդրում ենք նրա կամքի պես ամեն ծնողներ դուք ձեր երեխեքի ամեն խնդրասնեք տալի, հետքան փիսնեք, ճաշը դրել եք եփելու, լա դեռ չի եփել, երեխեն գալիս ասում է մամ սոված եմ, ուզում եմ միսը հանի ուտի, դու ինչ ես ասում, հա տղա ջան, բայց ես կմերժեմ կեշ, ամեն ինչի որ տալիս ենք, ոչ մեր երեխեքին, ոչ մետերիմներին, մենք գիտենք, որ ինչ ուզում են, որ խնդրում են մի բան, ու մենք գիտենք ժամանակ կա, այդ նույն ճաշը մի կես ժամ, 40 րոպե հետո կարելի է տալ, բայց հիմի չէ,
ամեն ինչի ժամանակ կա։ Ու ես չեմ հավատում, որ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին։ Ես հավատում եմ, որ նա գիտի ժամանակը։ Ու մենք պիտի միշտ խոնարհությամբ ու հավատքով խնդրենք։ Եթե չենք ստանում, դա չի նշանակում Տերը չի ուզում տա։ Ես շատ անգամներ ժամանակ անցել, հատկապես այն նոր հավատ ժամանակ, որ աչը ձախից չես ջոգում բան, անցնում է ժամանակ, ասում եմ Հիսուս ջան, ինչ լավ է այն իմ ասածները չտվեցիր։ Տունս կքանդվեր։ Դե մենք մեր կամքն ենք անընդհատ բանանում։ Ոնց հասա մի եղբայր, Господи, пусть будет воля твоя, но Оля моя։ Աղոթում է էլի, որ Օլյային իր կինտա, բայց թո կամքը տնի, բայց Օլյան իմն է։ Օրինակի համար։ Սիրելի իմ քույրեր եղբայրներ, հավատքի շատ գործնական բաներից մեկը, ճշմարտություններից մեկը, դա ունենալ խնդրող սիրտ։ Հենց դադարում ես խնդրել, հենց բորբոքված ես Աստծուն աղոթում, հենց դու ոչ թե խնդրում ես, այլ ինչ որ տրտնջում ես, տրտնջացողները խոստացված երկիր չմտան։ Տրտունջը դա մեղք է։ Եվ տրտունջը ցույց է տալիս, որ մարդը Աստծո հետ հակառակվում է։ Իսկ հակառակության որդիների վրա մնում է Աստծո բարկությունը։ Ես երբեք երեխաներիս չեմ պատժել, ասենք գրեմենով կամ բանով, եթե հանկարծ ուզում քանյակը բաժակը սեղանի վրա վերգցի, ասել եմ այդ տղա ջան, զգուշ եղի, բան, կամ ինչ որ բան են արել, հանկարծակի բան, բայց եթե ասել եմ էսիշ բանը, արա, սենց չեմ անելու, ասել եմ արի օգնեմ տղա ջան, որ անես։ Ես շատ ուզում եմ, պրոստը խնդրում եմ Տիրոջը, որ բացի մեր սիրտը ու հասկանանք, որ մեր կյանքի մեջ, աղոթքի մեջ խնդրելով աղոթելը, դա հավատքի լավագույն դրսևորումն է։ Դրա մեջ կա խոնարհություն եւ Աստծոց կախվածություն, зависимость։ Երկրորդ ճշմարտությունը, երկրորդ որակը հավատքի։ Փնտրեցեք, չէ՞։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Բայց շատերի համար այս խնդրել, փնտրել, թակել նույն բանն է։ Պրոստը բառերը իրար հետևից, բայց իմաստով նույնն է, չէ՞։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք, քրիստոնյան պետքա փնտրող սիրտ ունենա։ Ամեն հարցի մեջ ուզում ես ամուսնանաս, պիտի փնտրես, կնոջը չէ։ Ինչքան շատ փնտրեցիր, այնքան վատը դուզ գա։ Տիրոջ խոսքի մեջ փնտրի։ Տիրոջ կամքը փնտրի։ Ուզում ես ֆինանսների հարցը լուծես, Տիրոջ կամքը փնտրի։ Ուզում ես դաստիարակես, ես որ արդեն Լուիզան պետքա մեր առաջնեկը ծնվեր, դուք չեք պատկերացնի ինչքան եմ, ու հետո դա ինձ օգնել է նաև որ հովության մեջ ես ծառայեմ դրանով, փնտրում էի ամբողջ Աստվածաշնչի մեջ, որտեղ է գրված երեխաների դաստիարակության մասին։ Ոնց, ինչ, եւ աղոթում էի ու փնտրում էի, հատուկ այդ ուղղությամբ կարդում էի։ Քույրեր եղբայրներ, քրիստոնյան, որը չի ուզում փնտրի, մեկը մի դաշտ վերցրեց, գրված է, եւ սկսեց փորելը, ու մի հատ գանձ գտավ։ Գնաց իր ամբողջ ունեցվածքը ծախեց, որ այդ ոչ թե գանձը առնի, հողը առնի։ Սիրելի քույրեր եղբայրներ, ես հավատում եմ, որ ամենալավագույն գանձերը Աստծո խոսքի մեջ է թաքնված։ Աստված մեր կամքը չի անելու։ Աստված մենակ իր կամքն է անելու։ Աստված իր խոսքն է անում, եւ գրված է, որ Աստված արթուն է եւ հսկում է, որ իր ամեն խոսքը կատարի։ Ցանկացած բնագավառ, ուշադիր լսեք, ձեր կյանքի ցանկացած բնագավառ, առողջություն, ընտանիք, ֆինանսներ, գործ, ընկերություն, հաղորդակցություն,
ծառայություն, եկեղեցի, հարևաններ, հանգիստ, կամ ինչ ցանկացած բնակավարում, եթե դու Աստծո խոսքի մեջ կարողացար գտնես ինչա գրված այդ ոլորտի, այդ բնակավարի մասին, իմացի Աստված քո օգնականն է։ Նա արդյունակ մնում, որ իր ամեն խոսքը կատարի, նա աջակցում է քեզ։ Իզուր են շինում տուն շինողները, եթե Տերը չի շինում։ Տիրոջ աջակցությունը, մասնակցությունը դրանից ավելի կարևոր բան ես չգիտեմ իմ կյանքիս մեջ։ Առանց ինձ Հիսուս ասավ, ոչինչ չեք կարող անել։ Մի եղբայր շատ շուտ, երևի 90 թվականն էր, ինստիտուտը պրծավ ինքը, 25 տարեկան էր ու որոշեց, որ պիտի ամուսնանա եւ հետաքրքիր ձև ընտրեց, սկսեց աղոթել, որ Տերը իրան երազով ցույց տա, որ քույրիկի հետ պիտի ամուսնանա։ Մի խորհուրդ տամ։ Տիրոջը երբեք մեկ սովորացնի, ինքը ձեզ ոնց դի առաջնորդ եղավ։ Տեր ջան, ինձ երազով ցույց տուր։ Դու խնդրի, ինքը կորոշի ոնց ցույց տա։ Մեկ մի օր եկավ, ասավ, եղբայրներ ջան, մի քանի եղբայր ենք, մտերիմ ենք։ Տերը մի հատ քույրիկ ցույց տվեց, ասում է։ Բայց այդքան դուրս չեկավ։ Ասիլա սպասի, երևի մի հատ հաստատվեմ, էլի, ասում է, ահոթեցի, մյուսը ասի Տեր ջան, որպեսզի ավելի լավ հաստատվեմ, այս անեկդոտ չի, իսկական բան եմ ասում։ Ասում է, ահոթեցի, երկրորդ գիշեր вообще ուրիշ քույրիկ ցույց տվեց։ Բանն է տա ինք ասում է Տերը։ Ասում է դե երրորդությունն էլ Տիրոջ սենց լիությունն է, չէ, կոնկրետ։ Ասում է, ասի Տեր ջան, երրորդ անգամ ցույց տուր, ասում է մի խումբ քույրեր ցույց տվեց։ Ասի օրհնյալ ջան, ասի բազմակնությունը մեղք է, դա Տիրոջից չի։ Գիտեք ինչի համար եմ խնդրում, սիրելի քույրեր եղբայրներ, մենք շատ անգամ փնտրում ենք, բայց գիտեք, մեկի տեսնում ես քրիստոնյաները, ես կատակ չեմ, քրիստոնյաները կարդում են ինչպես ճիշտ դաստիարակել քո երեխային, ինչպես մատորը ավտոյի սարքել կարելի է կարդալ, այդ հասկանում եմ, բայց երեխային ինչպես դաստիարակել, այնտեղ ֆուտլյար չի մենակ մարմին չի։ Ուզում եք, որպեսզի Տիրոջ մասնակցությունը ու աջակցությունը լինի ձեր կյանքի ցանկացած բնակավարի մեջ, խոսքի մեջ փնտրեք։ Կողոսացիս 3-ի 1-2, մի քանի համարներ կա, ես այս մեկը կարդամ։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առանք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը։ Սիրելի քույրեր եղբայրներ, դուք ձեր նպատակը որտեղ է, վերջը ուր եք գնալու։ Մեկ քրիստոնյաները հնենց են երկրի վրա ապրում, ոնց որ ստի մի դուք վերջի անգամ երբ եք տել 200-300 տարեկան մարդ։ Հարևանների մոտ բան, չէ։ Ասում եմ մահվան ստատիստիկան ամենաճշգրիտն է, 100-ից 100-ը մահանում է։ Սիրելի քույրեր եղբայրներ, ցավալի է, բայց մարդիկ ասում են, եթե միայն Քրիստոսին ապավինում ենք երկրի կյանքի համար, մենք ավելի թշվառ ենք, ռուսերենում ասում են նեշասնի, աներջանիկ ենք, քան ամբողջ աշխարհը։ Եթե, տեսեք, չի ասում, ով որ սատանայի հետ կապրի երկրի վրա, չի ասում, այդպես, ասում է, ով որ Քրիստոսին կապավինի, լա տեսեք ինչ լավ բան է, Քրիստոսին կապավինի միայն այս երկրի համար։ Ինչ վատ բան է երկրի համար Քրիստոսին ապավինել։ Լավ բան է, բայց ասում է անհավատներից ավելի թշվառ է։ Սիրելի քույրեր եղբայրներ, ունեցեք փնտրող սիրտ։ Հենց ձեր կյանքի որևէ մի բնակավարում դու տեսնում եք մի բան չի եղնում, գիտեք ես այս ընթացքում, այս տարիների ընթացքում քանի անգամներ թե իմ կյանքի մեջ, թե շատ քույր եղբայրների կյանքի մեջ տեսել եմ հետևյալ բանը։ Եղբայրը, քույրիկը առավոտից իրիկուն կներեք խոսքիս համար, էշի պես աշխատում են։
անհոգնել, անդադար, բայց ծակ գրպանի համար։ Ու պարզվում է, որ քույրիկը եղբայրը եւ 10-րդի մեջ են հավատարիմ, ուշադրիր լսեք, եւ ընծայի մեջ, հանգանակության մեջ, եւ շատ աշխատասեր են, արդար կյանք են ապրում, ամեն ինչ լավ է, չոտքի, ամեն ինչ նորմալ է այս մարդկանց կյանքի մեջ։ Մեկ էլ պարզվում է, որ իրանց մի բան չի հերիկում, կարգ ու կանոն իրանց կյանքի մեջ։ Թավաքյալի խոսքը լսել եք, չէ՞։ Երբ հագնեմ, երբ հավեր կենեմ, ինչ անեմ, ուր գնեմ, կարգ ու կանոն չկա։ Ոչ մի բան։ Ավտոյի բենզինը անդադ հատնումա, ոչ թե որ փող ունի, որ փող չունի, որ լսնի, այլ հատնումա, որովհետև ով է դրան նայեմ այդ բենզինին։ Տормозной колодкեքը հատնում են, հայնա, ունիտազի ջուրը անդադ գնումա չի փակվում, ռուչկեն լավ չի ձգվում, որ ձգվում է դուրը պետք է մի հատ բրցածնես, որ կողես մեջը։ Շատ լավն են, բայց կարգ ու կանոն չկա կյանքի մեջ ու չեք պատկերացնում առանց կարգ ու կանոնի ինչքան կորուստներ ալը։ Ասում ամբարիշտը իրա ձեռքով իրա ճանապարհներ իրա կյանքը քանդում է, բայց նրա սիրտը տիրոջն է դատում։ Արակացի մեջ է։ Սիրելի քույրեր եղբայրներ, փնտրող սիրտ, էսքի ինչ կապ ուներ կարգ ու կանոնը, էս խնդրում եմ ձեզ, հենց ձեր կյանքի որից է բնակավարի մեջ դուք տեսնում եք թույլ բան, որ մի բան են չի։ Մենք քույր եղբայրներ ունենք 20 տարուց ավել է Ռուսաստանեն մի դոկումենտ չունեն։ Ինչն է պատճառը։ Ձեր մասին չեմ ասում, ես չգիտեմ ով ունի, ով չունի։ Ինչի համար եմ ասում։ Ասում ես դե ասում է, բաս მე ոնց ես ապրում։ Ու որ թվարկում է ինչքան աստեղ փող տալի, ինտեղ փող տալի, որ այդ դոկումենտների հարցը լուծի։ Ոչ թե դոկումենտ ստանա, այլ որ իրան բաց թողան, ինքը կարենա միտեղ մի բան անի։ Ամեն կյանքի բնակավարի մեջ մի բան են չի, մի հատ ուշադիր փնտրեք Տիրոջ խոսքի մեջ ձեր հովիվի, ձեր առաջնորդներին խորհուրդ հարցրեք, ոնց հանենք էսիշ բանը։ Մի բաշկիր ընտանիք, ամուսինը եւ կինը, ես միշտ եկեղեցում ասում եմ մեծ բաների ժամանակ միշտ խորհուրդ արեք, որ ճաշ եք եփեմ, մեկ զանգի հարցնեք ինչ ճաշ եփենք, չէ։ Բայց որ մի քիչ մեծ բան է կառնում, մի 30-50 հազար ու ավել բան է կառնում, ինձ հետ մեկ խորհուրդ անի, ասենք շինարարության հետ է կապված, շինարարների հետ խորհուրդ անեք։ Չնայած վտանգավոր է շինարարների հետ խորհուրդ անելը, շատ ճոխ է։ Դաժե շինարարները իրանք տունը դեռ չունեն, բայց հնենց տներ են ուրիշի հաշվի սարքում, որ խորհուրդ ես անում, հնենց ճոխ խորհուրդներ են տալու, որ չես կարող սարքես։ Բայց ասենք փորձեք խորհուրդ անեք, էլի։ Իմացեք ինչ հնչոց է։ Սառնարան է սառնում կամ բան, ինչ փորձի իմանաս, որն է ճիշտ։ Եթե փնտրող սիրտ չունեցաք, այդ բաշկիր քույր եղբայրական ասեցին Վարդան եղբայր, մենք այս ամուսինն էլ, նու կարելի ասել անհավատ է, բայց կնիկ ուժեղա երևում է, բերել է։ Գնացինք։ Հիմա ես քույրիկը լացել ով ինձ պատմում ասա գլուխ սենցած, որտեղ ինքն էլ է դրա մեջ։ Այս քույրիկն ասում է մենք 700,000 первоначальный взнос տվեցինք, որ այդ կվարծիրեն հետո կամած առնենք, որը որ վարձում ենք, ու ես հարցնում եմ, իսկ դուք որից է մի դոկովոր արեցիք, նոտարիոսով բանով, որ դուք 700,000 տվել եք, ասում է չէ։ Ասում եմ, բա ինչ ա եղել։ Ես արդեն մոտարապես ասում եմ, այդ կինը, որից մենք վարձում էինք, ասա որ այս 700,000 որ տվել եք, դա ոչ թե վզնոս եք տվել, այլ մի քանի տարվա ձեր վարձն եք տվել, ես էլ կամած վարձը բարձրացնեմ, ուզում եմ շուտ արագացնի էլի, որ փողը փագի։ Այդ հարցը չլուծվեց, ասեցի, բա խի չէի գալի հարցնեմ էլի։ Դե ասում եմ, մենք ոնց ասած մտածեցինք, որ ինչի մար անհանգստացնենք։ Ես նկատել եմ, մեկը անհանգստացնում են, բայց հետո այն ասել հայերին դուք դաշը լսեք։ Դուք մտածում եք, որ այդ հարցը լուծվեց։ Մի տարի անցավ, մեկ էլ երկու խլոպուզներ էլի եկան։ Ասում եմ, ինչ ա եղել։ Լաց հալում, հեկեկալով։
ասма 1,200,000 տվեցինք первозначальный взнос, նույն մարդիկ են, ուրիշին են տվել։ Վերակալել գնացել ասма, вообще չեն կարամ գտնենք։ Ես նստել եմ, չգիտեմ ինչ բացատրեմ իրանց։ Մարդն էլ սևերներից տուն չի գալի, հա մարդուն ուղարկում է սևեր, որ խեղճը ընդեղ աշխատի, բերի։ Գիտեք, ծիծաղում ենք, բայց ախր չի լուծվում, մարդը չի ուզում, փնտրի ճշմարտությունը, տիրոջ կամքը, քո բոլոր գործերը տարակացում ասում արա խորհուրդականների միջոցով, խորհուրդ արա, հարց ու փորձ արա։ Սիրելի քույր երեխաներ, փնտրող սիրտ ունեցեք։ Եթե դուք փնտրեք, դուք կգտնեք, եւ փնտրեք ոչ թե աշխարհի իրականության մեջ, այլ տիրոջ խոսքի մեջ, տիրոջ ճշմարտությունների մեջ, որ տիրոջը համապատասխան լինի, ու դուք կտեսնեք, որ եթե դուք փնտրում եք, չենք որ անում, չէ՞, սկզբից խնդրում ենք։ Դա հենց այնց հերթականություն չի։ Ով որ չի խնդրում, ուզում ես հրճակի, ուզում ես դավանի, ուզում ես սատանային ինչ ուզում ես ասա, լսող չկա։ Աստծո հոգին է, ամեն ինչ անում։ Եթե տիրոջ հոգին չի մասնակցում, չի աջակցում, կապ չունի ինչ ես դու, ինչ գիտություն ունես։ Մենք այն չենք, ինչ որ մենք գիտենք։ Մենք այն ենք, ինչ որ մենք կարողանում ենք անենք։ Մենք մեր մասին շատ մեծ կարծիք կարանք ունենանք։ Սիրելի քույր երեխաներ, երրորդ որակը թակեցեք եւ պիտի բացվի։ Ոնց է կարծը, որ գնում եք դուր թակելու, սենց եք անում։ Թակել դա նշանակում է միջև բացեն։ Թակել գիտեք ինչ է նշանակում։ Թակել Տերը ուզում է ասի, որ չհամաձայնվես քո իրականության հետ, քո իրավիճակի հետ չհամաձայնվես, քո հիվանդության հետ չհամաձայնվես, քո աղքատության, սննկության հետ չհամաձայնվես, քո ընտանիքի չփրկվածների հետ չհամաձայնվես, ոչ թե իրանց հետ, այլ իրանց փրկված չլինելու հետ չհամաձայնվես։ Թակի Տիրոջը։ Հիսուս ասավ, կարծեմ Ղուկասի 18-րդ գլուխն է, ասում է եւ ինքը մի առակ էլ ասեց, որ պիտի աղոթենք եւ չհուսահատվենք։ Մի կին, որ փեվայրի դատավորի մոտ էր գալիս, որ դատավորը իրան թշնամուց ազատի, եւ այնքան եկավ, միջև դատավորը, որը լատեսեք ինչ բնութագիրի դա դատավորի բնութագիրը, ոչ մարդկանցից ամաչում է, ոչ Աստծուց վախում է, սարսափելի բնութագիր է։ Այսինքն նրա մեջ մի հատ խելացի բան չկա։ Բայց այդ դատավորը ասավ, ինձ հոգնածնում է, բեր իր գործը որոշեմ, որ ինձ հանգիստ թողնի։ Եվ Տերն ասում է, տեսեք, անիրավ դատավորը ինչ է ասում։ Բա որքան ձեր հայրը իր որդիների խնդրանքը տալիս է, եթե նույնիսկ ուշացնում է։ Ես արդեն սկզբից ասեցի, ինչ է նշանակում Աստծո համար ուշացնել։ Աստված երբեք առանց կարիքի չի ուշացնում։ Դա տեսեք առակացի մեջ ինչ հա գրած, ուշադիր լսեք։ Ասում է, երբ որ քո եղբայրը գալիս է քեզ պարտքով ուզելու իր կարիքի համար։ Ասեմ ձեզ պարտքով ուզել, պարտքով տալ, դա մի հատ ուրիշ պատմություն է, հատկապես եկեղեցում։ Խնդրում եմ ձեզ, շատ զգուշ եղեք, շատ ակուրատ, նույնիսկ եկեղեցում։ Հարցը չտալու, տալու մեջ չի, այլ զգուշ, դա ուրիշ թեմա է, այս ժամանակ չկա։ Բայց ասում եմ, եթե քո եղբայրդ գալիս է քեզ կարիքի համար իր պարտքով ուզելու, ու դու կարող ես իրան տալ, մի ասի գնա, վաղը արի։ Այսինքն, այն հայկական ոնց է, դե լա տենանք միշտ են կանի էլի։ Կարա, գիտես տա, ու տալու է, բայց մի հատ ուզում է տանջի ես մարդուն, էլի, մի քիչ սենց մի քիչ, դե պարտքուզ էլ հեշտ բան չի, չէ, մի քիչ, որ ես մարդը սենց նվաստացնի բան, դե լա տենանք էլի, չգիտեմ միշտ են կանի, դե մի բան կանենք, դե լա որ դու ես ուզում, իմ աղբերս ես, սենց մի քիչ տանջի բան, լա մի երկու օր հետո արի, ինքը արդեն գիտի որ տալ։ Աստված ասում է մի անի տենց։ Աստված նենգերին չի սիրում։ Նենգ մարդը լուկավ է ռուսերեն, դա Աստված անկեղծի հետ անկեղծա, մաքուրի հետ մաքուրա։
Սիրելի քույրեր եղբայրներ, կամ գիտես չես կարա տաս, ասա չես կա։ Եթե գիտես որ կարաս տաս, բայց 10 օր, ասա կներես 10 օր հետո կգաս կտամ, որովհետև որոշ հարցեր պետք չի սաղ բացատրել, բայց դու գիտես քո սրտի մեջ, որ դու իսկականից կարաս մենակ 10 օր հետո տաս։ Ու մեկ էլ 10 օրի տեղը հանկարծ 8 օր հետո աստացում, զանգի ասա, ու ավելի շուտ տեղավ արի ախպեր ջան, արի տա, էլի եմ ասում, սա կարիքի համար է։ Եթե ասում ես եսնում ես եղբորդ օրվա հացի կարիք ունենալու ու չես տալիս։ Օրվա հացը դա օրվա խրովածի ու պելմենու մասի չի։ Տարբերություն կա, չէ՞։ Սիրելի քույրեր եղբայրներ, թակել դա նշանակում է ունենալ հավատքի համառություն, չհամաձայնվել։ Երբեք եթե դու մի բան տենում ես, որ դա Տիրոջը հաճելի չի, Տիրոջ խոսքի մեջ փնտրել ես ու տեսել ես, որ Տերը բժշկող է, որ Տերը օրհնող է, որ Տերը աջակցող է, որ Տերը օրհնող է, չհամաձայնվես այդ իրավիճակի հետ, թակի, աղոթի, գործ արա, ինչ ուզում ես, աղոթելն ու փնտրելը այնքան արա, միջև ստացվի։ Հասկանում եք։ Ուզում եմ կարդամ Ղուկաս 18:1-7 մի առաքել ասեց նրանց վրա, թե պետք է ամեն ժամանակ աղոթ քանել եւ չձանձրանալ։ Ռուսերեն ասում են ունывать դա հուսահատության բան է, չհուսահատվել։ Եվ ասեց մի դատավոր կար մի քաղաքում եւ մի խոսքով արդեն ասել եմ չեմ ուզում կար։ Սիրելի քույրեր եղբայրներ, հավատքի ակտիվ որակներից մեկը, գործող որակներից մեկը դա հավատքի համառությունն է, երբ որ չի համաձայնվում։ Աբրահամը չնայեց իր մարմնի մեռած լինելուն, չնայեց կնոջ իր Սարայի մեռած մարմնին եւ ասեց, հասկանում ենք երեխա ունենալու հետ էր կապված դա, ասավ եւ նա փառք տվեց Աստծուն, ասավ, եթե նա խոստացել է, նա էլ կտա, նա չէր համաձայնվում։ Տեսեք, մենք կարող ենք մեր կյանքի մեջ սովորական ապրենք, այն օրհնությունների մեջ, որի մեջ կանք, բայց բաներ կա, որոնք դեռ չի լուծված եւ մենք պիտի դրա հետ չհամաձայնվենք։ Ասում եմ 3 գործ, երևի գիտեք այդ առակը, բայց ասեմ, 3 գործ ընկան կաթի կճուճի մեջ։ Փորձեցին թրջեն, տեսան, որ բարձր է։ Այն մի գործն ասավ, ինչի եմ տանջվում։ Այնա մի անգամից առանց տանջվելու գնա ու բուլբուլ։ Այն մի գործը մի քիչ փորձեց, ասավ ճիշտ է էլի։ Տակին բան չկա, մեկա խեղդվելու ենք ուշ թե շուտ, էդ էլ գնաց։ Այն մեկն ասավ, ավելի լավ է մեռնեմ հոգնածությունից, քան հանձնվելուց։ Թռավ, երբ որ ուժասպառ եղավ, ու արդեն պետքա բա մեկը տեսավ, որ ոտքերը այնքան թռել էր, կարակ էր բան արել։ Մի լավ հանգստացավ ու արդեն հենվելով դրա վրա թռավ դուրս եկավ։ Մի հատ նկար կա, ես մի անգամ մի օֆիսում եմ տեսել, արագիլը գործը գլուխը արագիլի կտուցի մեջ է, բայց բուգը բռնել է։ Չես կարա ինձ կուլ տալ։ Մենք մի Աստված ունենք, որը մեզ միշտ ուզում է, որ մենք սովորենք, որ մենք հաղթող ենք։ Իսկ հաղթողը նա է, ով որ օգտագործում է Աստծո խոսքը, աղոթքը, Աստծո բոլոր հոգևոր գործոնները գործի է դնում, որ Տիրոջից ստանա ու հաղթի։ Ինչ որ Տերն է կարող, Տերն է կարող։ Ինչ որ ես եմ կարող, ես եմ կարող։ Ամեն։ Խնդրեցեք եւ պիտի տրվի։ Փնտրեցեք եւ պիտի գտնեք։ Թակեցեք եւ պիտի բացվի։ Սրանք տարբեր որակներ են, բայց մենք պետք է անդադ օգտագործենք։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելի քույրեր եղբայրներ։ Միշտ հիշեք, մեկ մոռանա։ Մեր երկնավոր հայրը բարի է։ Նա չի հանդերժում մենակ մեղքը, մոլորությունը, հպարտությունը։ Նա մեզ համար ամեն բան ուզում է տա, որպեսզի մենք ամեն բարիք ունենանք Տիրոջը ծառայելու համար։ Եկեք մեր սրտերը բերենք Տիրոջ